քաղաքականության հետաքրքրվողները ընտրողների 52%-ն են։ Նրանցից որոշումն են ում պետք է ընտրեն, մոտավորապես 28%-ն է, կեսից 52-ի 28%-ը։ Ընտրություններին մասնակցելու մասին 32%-ն են հայտնել այսօր, 52-ից 32%-ը։ Այս 52%-ից 32%-ը արդեն որոշում են կացել որպեսզի գան ընտրության, եւ նրանցից 52-ի 28%-ը գիտեն ում են ընտրելու։ Հետեւաբար մասնակիցների 24% հնարավոր դեռ որոշում չունեն գալու են թե չեն գալու, ընտրելու են թե չեն ընտրելու եւ նրա արշավի հիմնական խնդիրը կլինի առաջինը նրանց վերել ընտրատեղամաս, որտեղ եղանակային պայմաններ տեսնենք ինչպիսին են եւ վերել այնպես որ քվեարկեն այդ կամ այն թեկնածուի օգտին։ Ոսկի ձայներ հասկացության տակ մենք հասկանում ենք հետեւյալը. դա այն ձայներն են, որ այսօր մենք գիտենք գալու են եւ հաստատ ձայներ տալու են։ Այդ ոսկի ձայնի առումներով այդ 28%-ը բաշխում է հետեւյալ կերպ. Սերժ Սարգսյան 20.5%, Ռաֆ Հովհաննիսյան 5.5%, Պարույր Հարիկյան 0.5% եւ 1.5% մնում է հարցականի տակ։ Ուրեմն այս հարցումը արվել այն պայն, երբ որ Բագրատյանը նոր էր հայտարարել իր առաջադրման վերաբերյալ եւ զանգվածները դեռ չգիտեն, որ նա, այսինքն ոչ բոլորը գիտեն, որ նա կարող է դառնալ ուրեմն թեկնածու։ Ու խնդիրը հետեւյալն է, որ Ծառուկյանի ԲՀԿ-ի ձայների այդ 30%-անոց զանգվածի միայն 10%-ն է որոշել գալ ընտրության, բայց ձայների վերաբաշխումը բավականին տարօրինակ են, 1/3 երևի կգնա Սերժ Սարգսյանին, 1/3-ը շատ հնարավոր է գնա Ռաֆ Հովհաննիսյանին, 1/3-ը կարող է ձայնը գնա Բագրատյանին կամ այն մյուս թեթև քաշային խաղացողներին, որոնք հանդես են եկել այդ քաղաքական դաշտում։ Մեծանում է ՀՅԴ-ի դերը, մենք գիտենք, որ դա ամենակազմակերպված կուսակցությունն է եւ հանրային հայտարարություններից զատ նրանք ունեն ներքին որոշումներ եւ ամեն ինչ կախված կլինի թե Գերագույն մարմինը ներքին ինչ հրահանգ կտա իր շարքային անդամներին, ում կողմը վերցնել այս ընտրություններին, Ռաֆ Հովհաննիսյանին թե Բագրատյանին։ Հաշվի առնելով, որ Ռաֆ Հովհաննիսյանն ու Բագրատյանը տուժված են նախկին ՀԱԿ-ի ուրեմն ներկայացների Լևոն Տեր-Պետրոսյան Բագրատյան այդտեղից ուրեմն շատ հնարավոր որ ՀՅԴ-ն աջակցի Ռաֆ Հովհաննիսյանին կամ Բագրատյանին, ինձ ուրեմն տենց է թվում հաշվի առնելով հայկական մենտալիտետը նեղացվածների վերաբերմունքը նախկին իրենց դահիճներին։ Ուրեմն այսօր եթե այդ 28%-ը գան ընտրությանը, միայն նրանք գան, Սերժ Սարգսյանը քաղաքի 72%, Ռաֆ Հովհաննիսյանը 20%, Հայրիկյանը մոտ 3%, 5.6%-ը կմնա հարցականի տակ։ Դա կարող է փայ հասնել Բագրատյանին եւ մնացած ուրեմն մասնակիցներին։ Հիմա Ռաֆ Հովհաննիսյանը վերջերս բավականին համարձակ հայտարարություններ արեց, ընդհանուր մինչև որ հայազգը դիմի հեղափոխական քայլերի։ Ես արդեն ասել եմ, որ հայազգը հեղափոխական չի էությամբ եւ հոգեբանությամբ, նա շատ լավ մասնակցում այլ ազգերի հեղափոխություններին, բացի սեփական պատերի ներս է։ Եվ սա ուղղակի ուզում եմ ցույց տամ, որ հասկանաք մենք ոնց ենք աշխատում, սա հիմնական տեխնատուների կերպարի գնահատականներն են, որը տրվել են հարցվածների կողմից։ Ռաֆ Հովհաննիսյանը այս պատկերում որպես քաղաքական ուժ թույլ է երևում մյուս մասնակիցների նկատմամբ։ Հմայքով նա առաջինն է։ Գաղափարները բավականին փայլուն են, բայց երկու շատ կարևոր հանգամանք, որպես քաղաքական ուժ եւ որպես քաղաքական ղեկավար, նա զիջում է մյուս տեխնացուներին։ Իսկ ընտրողներից գալի մասը ուզում են տեսնել ուժեղ իշխանություն, լավ ղեկավարի։ Ուրեմն նա կարող է հմայի կանանց, երիտասարդներին
ինտելեկտուալներին մնալով ռոմանտիկ այս մեր քաղաքական դաշտում, երազելով հեղափոխության մասին, բայց լուրջ մրցակից նրան համար չի կարելի, թեպետ այն հարցին, քանի որ Ծառուկյանն իրեն չի առաջադրում, ում եք տեսնում միասնական թեկնածու, ամենաշատ ձայները հավաքել է Ռաֆի Հովհաննիսյանը, դա մոտավորապես 9% իրան տեսնում են միասնական թեկնածու ամբողջ ընդդիմադիր դաշտից։ Արմատականները Ռաֆին չեն աջակցում, նա ավելի շուտ հենվում է չափավոր եւ կենտրոնամետ ընդդիմության ընտրողների ուրեմն այդ հատվածի վրա։ Արմատականները դեռ պիտի մտածեն, թե ձայնը տան Բաղրատյանին, թե ընդհանրապես չմասնակցեն ընտրություններին, որտեղ դա բավականին լուրջ եւ բավականին ակտիվ զանգված է, դա ընդդիմության մոտ 25%-ն է, ընդհանուր ընտրողների մասնակիցների մոտավորապես 13-15%-ն է կազմում այդ արմատական ընդդիմությունը, ու դա բավականին լուրջ խնդիր է։ Հիմա ես լուրջ մրցակից չեմ տեսնում գործող ուրեմն նախագահին, որտեղ ընդդիմությունը ամեն ինչ արեց, որ գործող նախագահան շատ հեշտ վերընտրվի։ Բոլոր հնարավորությունները միասնական հանդես գալու, միասնական թեկնածու ունենալու, համագործակցելու, փոխաջակցելու բոլոր ուրեմն հնարավորություն նրանք կորցրեցին։ Եվ այն, որ ոչ մեկին, ոչ մեզ, որ ձեզ սկզբունքը, որը ԲՀԿ-ն ընտրեց, հետո ՀԱԿ-ը հետևեց եւ դաշնակցությունը, դա նշանակում է, որ նրանք թողել են դաշտը, մարտի քաղաքական եւ պետք է դիտեն, թե ինչպես մի հատ գերհզոր ուժ, իդեմս Սերժ Սարգսյանի, շատ հեշտ հարվածները հասնելու, երկրորդ տեղի համար պայքարող Ռաֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի, իսկ մնացածները ուղղակի ծաղրատու խեղկատակների դերակատարություն կվերցնեն իրենց վրա, որտեղ քաղաքական դաշտը դա նաեւ սպորտ է, գիտություն է, նա բիզնես ոլորտ է, նաեւ կրկես է, եւ կրկեսում պետք է լինեն լուրջ աշխարհարներ, ակրոբատներ եւ խեղկատակներ, մենք որ մի զարմացեք ժամանակ առ ժամանակ նրանք հանդես են գալիս։ Իր բնույթով ընտրությունները մոտենում են 98 թվականի ընտրություններին, միայն այն տարբերությամբ, որ այն ժամանակ երկու լուրջ մրցակից կային Կարեն Դեմիրճյանը եւ Ռոբերտ Քոչյանը, բայց դրանց կողքը կային երկու Թեթև Քաշային, Վազգեն Մանուկյանը, Պարուր Հարիկյանը եւ մնացած 14 հոգի բավականին անհայտ կերպով հայտնվել էին Էդմանում, ու մի բան ասեմ, եթե խնդիրը 8 միլիոն դրամի մեջ է, Հայաստանի բնակչության 15%-ը կարող այդ գումարն ունի, բայց իմաստ ունի այդ գումարը ուղղակի տաս, ինչի համար, անհայտ է թե ինչի համար, որտեղ ես չեմ պատկերացնում, որ այդ ուսակետը կունենա հնարավորություն 900 համայնքում ունենա մի հատ շտաբ, ամեն շտաբում գոնե 3 աշխատող, նրանք շտաբերին վարձակալես, տեխնիկա տաս, լույս, հեռախոս, մարդկանց վարձատրես, ինչի վրա են հույսը դրել, դա նշանակում է այդ կոչվում է քաղաքական ինֆանտիլիզմ, մանկամտություն, որ չեն պատկերացնում քաղաքական գործընթացները, ընտրությունները, ինչ բարդ պրոցես է, 50-ից 60 հազար մարդ է մասնակցում, ամեն մեկ իր փոքր շահերով, միջին շահերով, ու բավականին լուրջ գործընթացը, որ մենք պետք է աշխարհին ցուցադրենք, թե մենք ինչ ենք ունակ ժողովրդավարության զարգացման այս մակարդակում, ու հանդես են գալիս ու չեմ հասկանում դրա իմաստը որն է։ Մարդ կարող է իր մասին մեծ գնահատական ունենա, բայց նա պետք է իրատես լինի եւ ցույց տա, որ նա հասկանում է իրողությունն ինչ բան է եւ իրողության տեսակետից նա ով է։ Մենք հաջորդ հարցումը կանենք 15-ից 18-ը, կանենք փետրվարի 1-ին եւ փետրվարի